Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, սիրելիներս ողջունում եմ ձեզ եւ մաղթում եմ բարի առավոտ, բարձր տրամադրություն։ Սիրելիներս, տեսնում եք մենք ինչ հրաշք վայրում ենք այսօր գտնվում։ Իմ գործընկերները շատ հրաշալի ներկայացրեցին, թե ինչպիսի մթնոլորտ է տիրում այստեղ եւ հիմա այս պահին մենք ներկայացնելու ենք հրաշք խոհանոց։ Մենք գտնվում ենք Իջևան գինո ակումբում, որտեղից էլ այսօր լինելու է խոհանոցային հատվածը։ Սիրելիներս, մեր շեֆ խոհարարը հարգելի շեֆ Դավիթը այսօր պատրաստելու է մի հրաշք ուտեստ, ոչ միայն հրաշք տաք ուտեստ, այլ նաև աղցան, շատ հետաքրքիր համեղ աղցան, որտեղ օգտագործելու է, վստահ եմ, այն շեֆերի գաղտնիքներից էլ լինելու է, ու այսպես յուրահատուկ բան է մեզ մատուցելու։ Դուք մնացեք մեզ հետ, առաջին ծրագրի հետ, որպեսզի իմանաք օրվա բաղադրատոմսը եւ իհարկե process-ը, պատրաստման եղանակը։ Այնպես որ մնացեք մեզ հետ, ողջունենք շեֆ Դավիթին եւ անցնենք առաջ։ Ողջույն Դավիթ ջան։ Շատ հաճելի է հյուրընկալվել այս հրաշք տարածքում, այս գեղեցիկ վայրում եւ այս տաք մթնոլորտում։ Հուսով եմ մեզ զարմացնելու եք։ Պարտադիր։ Այսօր պատրաստելու ենք խոզի տամագավթ Իջևանի։ Ահա, Իջևանի։ Իջևանի անտառում պահված խոզի տամագավթը։ Այսինքն մեր տեղական, մեր հողի, մեր ջրից սնված, այսպես ասած, այս կենթանու խոզի տամահավք ենք պատրաստելու, որը վստահ եմ նախապես մարինացնում եք եւ դրա մասին կարող եք դուք պատմել հեռուստայից։ Նախապես մարինացնում ենք սպիտակ գինու մեջ, 2 օր մնում է սպիտակ գինու մեջ եւ վերջնական արդեն ավարտին ավելացնում ենք մի թեթև մի քանի համեմունքներ, աղ եւ սև պղպեղ, ոչ ավել համեմունքներ։ Ավելորդ հավելումներ չունենք, պահում ենք միսը ճիշտ իր համային գաղտնիքները, որ չկորցնենք, ճիշտ անտառի պահած խոզը իր համերը ունենանք, արդյունավետ համը ստանալու համար։ Այսինքն այն բնական համը պահպանվում է։ Միանշանակ։ Իսկ ինձ հետաքրքիր է մարինացման ընթացքը, այսինքն մի քանի օր, մի քանի ժամ, ինչպես ենք փորձում այն մարինացնել։ 48 ժամ ենք պահում սպիտակ գինու մեջ։ 48 ժամ, ժողովուրդ, եւ վստահեցնում եմ, որ դա պետք է լինի նրբագույն համեղության միս, որը ճաշակելիս պարզապես կհալչի ձեր բերանում, վստահ եմ դրանում։ Եվ հիմա այս պահին ինչ ենք անելու։ Այս պահին համեմում ենք մի թեթև խոզի տամագավթը, մի փոքր աղ ենք անում։ Ես ինչպես տեսնում եմ խոշոր աղ եք օգտագործում։ Այո, միանշանակ խոշոր աղ։ Խոշոր աղ, ժողովուրդ։ Անկախ նրանից, որ այն մարինացվել է 48 ժամ սպիտակ գինու մեջ, մենք եփելուց առաջ օգտագործում ենք մի փոքր աղ, խոշոր աղ եւ պղպեղ։ Եվ օգտագործում ենք խոշոր նաեւ նույնպես սև բիբար, որպեսզի բնական եւ օրգանիկ լինի, ժողովուրդ ջան։ Եվ ասենք նաեւ, թե ինչպես ենք պատրաստել։ Ես տեսնում եմ մենք այստեղ ունենք հսկա ագրեգատ, գրիլի ապարատ, որի վրա պատրաստելու ենք հենց այս հրաշք միսը։ Իսկ տան պայմաններում, օրինակ, եթե չկա այս հարմարանքը, ինչպես կարող ենք պատրաստել։ Հանգիստ կարող են տապակով տապակել։ Պարզապես գազօջախ։ Նույն process-ով, հանգիստ։ Թույլ կրակի վրա, որ չայրենք, մինչև վերջ ստանանք մեր արդյունավետ երևացությունը ու ավելի տեսքը չկորցնենք։ Թույլ կրակի կողքում, որ ասենք մեր յուղային հատվածը Իջևանի տամագավթներին բոլորովին տարբերվում է, շերտային է։ Այո։ Իսկ մեր սովորական որ պահում են, արդեն տարբերությունը կա։ Չենք ունենում այս շերտային տամագավթի գծերը։ Հասկանալի։ Իսկ տանը տապակելու պարագայում մենք հավելյալ յուղ ավելացնելու ենք տապակի մեջ, թե պարզապես կարող ենք գրիլ տարբերակել։ Շատ չնչին։ Շատ չնչին։ Բոլորովին իր յուղը հերիք է։ Ահա, հասկանալի։ Թույլ կրակի ժամանակ ինքը հալման է ենթարկվում։ Հասկանալի, այո, քանի որ խոզի միսը իր ճարպային հատվածը բավականին լավն է եւ այսպես առատ է, կարող ենք շատ քիչ օգտագործել յուղ։ Շատ բարի, շեֆ Դավիթ։ Փորձենք սկսել։ Այո, իհարկե։ Ժողովուրդ ջան, այստեղ նաեւ շատ պակ մթնոլորտ է, ջերմ մթնոլորտ է, ասես այսպես գնացել ենք ճամփորդության եւ ընթացիկ
այսպիսի համեղ բաներ ենք պատրաստում, շատ այդպիսի տրամադրություն է, խորհուրդ կտամ դուք էլ փորձեք այս տարբերակով մարինացնել որից է միս, այս պահին մենք ունենք խոզի միս տարբերակը, իմիջիայլոց ուզում եմ հասկանալ, հորթի փափկամիսն էլ կարող ենք նույն ձևով, օրինակ, մարինացնել եւ հորթի փափկամիսի ժամանակ մենք մենակ կարմիր գինի ենք օգտագործում։ Ահա, եւ կարծում եմ մի փոքր ձիգ միս է, ավելի երկար պետք է մարինացվի, թե տարբեր process-ների համար պետք է հասկանալ մսի չափը, ինչ չափի է։ Մենք ստեյքի համար պահում ենք 3-ից 4 օր։ Նաեւ հնեցում ենք իրան անցկացնում, հնեցումից էլ ավելանում է արդեն 7 օր ընդհանուր ժամանակի մեջ է լինում։ 7 օրում նոր մեր միսը պատրաստ է։ Չեն կարող հենց այսօր ստանալ միսը եւ այսօր մատուցել։ Չեն կարող։ Այո։ Շեֆ Դավիթ, իսկ հնեցում հասկացողությունը դա ինչ է նշանակում, հատուկ ջերմային պայմաններում է պահվում, թե հատուկ ինչ-որ, չգիտեմ, ամանների կամ կճուճների կամ, չգիտեմ, սարքերի մեջ է պահվում, դա ոնց է լինում։ Հատուկ պայմաններ որևիցե չունենք, մենք կարող ենք տան պայմաններում էլ ունենալ, մեզ պետք է ճիշտ ստանդարտ ջերմաստիճան 2 աստիճան սառնություն, ավել չէ, որ ինքը ստանդարտ ջերմաստիճանի տակ հնեցում սառնարանում լինի։ Մարինատ անում ենք մեր հավելումներով, գինու մեջ, պահում ենք ընդամենը 7 օր։ Մնացած մի քիչ գաղտնիքներով կա։ Այս սրա մասին է ասում ժողովուրդ, չէ՞ խոհարանները գաղտնիքներով չեն կիսում։ Մի փոքրիկ նոտա, մի փոքրիկ այսպիսի դետալ թողնում են ամեն դեպքում իրենց պահոցում, որպեսզի դե իրենք հրաշքներ գործեն խոհանոցում։ Այսա ձեզ ապացույց։ Փորձենք կարտոֆիլներ ավելացնենք խոզի տամագաղթի հետ, որպես գարնիեր այսօրվա համար մատուցենք ձեզ։ Այո։ Շատ բարի, ինչ ենք անելու, պարզապես աղբեղ եւ այո, միանշանակ։ Հասկանալի է։ Մեզ պետք չի ավելորդ համեմունքներ զուտ։ Զուտ կողքին եւ գեղեցիկ եւ հաճելի, այո, պահեր պարգևելու համար։ Շատ հաճելի է, շեֆ Դավիթ, ես տեսնում եմ, այստեղ ունենք բազմապիսի այլ մթերքներ, ես հասկանում եմ, որ դուք մեզ աղցանել եք առաջարկել։ Այո, պարտադիր, այսօր նաև պատրաստելու ենք ռոզբիֆ աղցան։ Տավարի ֆիլեով։ Այո։ Համային գաղտնիքները դեռ չեն բացի։ Այ այսպես։ Ես յուրաքանչյուր առավոտ շեֆ Դավիթ փորձում եմ մեր հեռուստադիտողին այսպես շատ հասանելի, շատ պարզ բաղադրիչներով բաղադրատոմսեր առաջարկել։ Իհարկե դուք լինելով մեր լավ գործընկերը, ինձ հնարավորություն եք տվել գինու Իջևանի գինու պահածոների գործարանի այս լայն տեսականուց օգտվել։ Ահա ես տեսնում եմ այստեղ ունեք լոլիկի շիրը, այո, որը ես էլ եմ շատ հաճախ օգտվում եւ շատ համեղ է այն, հատկապես մի գաղտնիք էլ իմ կողմից ասեմ, ես իր յուղն եմ շատ հավանել, որ էլի կարողանում եմ յուրաքանչյուր աղցանի մեջ օգտագործել այն, շատ հետաքրքիր է ստացվում եւ յուրահատուկ համ է տալիս աղցաններին։ Չգիտեմ, շնորհակալ եմ ձեզ, ինձ էլ օգնելու համար, յուրաքանչյուր առավոտ օգտվել այս մթերքներից, այս պահածոներից, ինձ շատ դուր է գալիս եւ այսպես իմ խոհանոցն էլ հարուստ է այս պահածոներով։ Միանշանակ, մի քիչ գաղտնիքները աղցանի բացեմ։ Այո։ Նաեւ ես էլ եմ օգտագործում իր յուղը։ Ահա։ Համային գաղտնիքները չի կարող լինել առանց։ Ես նման շեֆ-խոհարար չեմ, բայց այսպես հասկանում եմ, որը որից տարբերել։ Սկսենք ռոզբիֆ աղցանը պատրաստել։ Այո, շեֆ Դավիթը մեզ առաջարկում է շատ համեղ աղցան, սիրելիներս մեզ հետ մնացեք, որպեսզի տեսնեք, թե ինչ է կատարվելու այս պահին։ Սկսեք շեֆ Դավիթ, ինչից ենք սկսում։ Մենք մոտավորելի մեր ժամանակը 1 շաբաթ հնեցում անցկացրած է։ Մեզ մնում ավելացնել նորից աղ եւ սև պղպեղ։ Ավել ոչ մի հավելում չունենք։ Կարմիր գինու մեջ է հնեցված։ Այո։ 1 շաբաթ հնեցում անցկացրած, հավելումներով, մեր համեմունքներով, մեր մի քիչ գաղտնիքներով։ Այո։ Մի փոքր ունենք։ Ես մի խնդրանք, եթե հնարավոր է այդ գաղտնիքը գոնե բացել, ես այստեղ կանաչի եմ տեսնում, դա ինչ կանաչի կողմից։ Դա ծիմյան է։ Ահա։ Հասկանալի է։ Իսկ պարտադիր պայման է, ասենք, այն ինչը որ դուք եք օգտագործել, թե ըստ ճաշակի կարող է հեռուստադիտողը ինչ համային գաղտնիք եթե ստանալու համար պարտադիր է։ Պարտադիր է։
Հաճախորդը եթե ցանկության ստանա այս համը, պարտադիր է ունենա։ Հասկանալի։ Օ, այնպիսի անուշ բույրեր է տարածվել, սիրելի հեռուստատողներ, չեք պատկերացնում այդ համեմունքների, այդ նրբության, այդ բնական համը տարածվել արդեն եւ ախորժակ է գրգռել։ Փորձենք արդեն խոզը պատտասնել։ Ահա, եւ իմիջիալով շատ հյութեր է ստացվում։ Սա էլ նշենք, որ հյութեր է ստացվում, իսկ ինչի շնորհիվ է հյութեր դառնում միսը։ Իր յուղերի ճարպային մաս։ Ճարպային մաս։ Քանզի որ շերտա որ ունենք մենք ճարպային շերտեր, Այո։ ավելի հյութեր է ստանում, ամեն տեսքը ավելի գրավիչ, ավելի սոճնի, իրեն կարողանում ենք ճիշտ կարմիր ստանալ։ Իսկ ներսը վստահաբար եփված կլինի, չէ՞, մեզ, այո, միանշանակ։ Դա շատ կարևոր է։ Հիմա անցնենք աղցանին, միսը տապակվի։ Աղցանի մեջ օգտագործել ենք չերի լոլիկ։ Այո։ Շատ մանր պետք չէ։ Հա, 4 մասի։ Այո, 4 մասի։ Աղցանի մեջ օգտագործել ենք ռուկոլա։ Այո։ Իմիջիալոս հիմա շատ տարածվել է, մարդիկ սկսել են շատ օգտագործել ռուկոլա, ինչի համար ես անդամ շատ ուրախ եմ, որ մարդիկ զանազանություն են մտցնում իրենց խոհանոցներ եւ օգտագործում են այսպիսի օգտակար, նաեւ օգտակար կանաչեղեն։ Աղցանների մեջ շատ հետաքրքիր առամատ ենք ստանում ռուկոլայով։ Այո։ Եվ յուրահատուկ համ ունի, այսպես։ Նրբություն է տալիս աղցանին եւ շատ հաճելի է ուտելուց։ Իրեն զգում ես դառնություն, թթվաշություն, ամեն մարդու տարբեր առամատային ենք ստանում։ Ես կարող եմ ասել, որ ես անձամբ ընկույզի համ եմ առնում ռուկոլայից, որովհետև այսպեսի հետաքրքիր համը զգալի է դարձնում, չգիտեմ ինձ համար։ Ձեզ չընդհատեցի, մի փոքր ուճուճ մարոլ ավելացրեցի եւ ես օգտագործում իջևանի լոլիկի ճիրը ձեթի մեջ, իր հյութի մեջ պատրաստած։ Այո, շատ համեղ է, շատ։ Բոլորին խորհուրդ կտամ, շատ լավն է։ Անձամբ ես տանը օգտագործում եմ։ Ես տաղավարում պարբերաբար օգտագործում եմ աղցանների մեջ, ինչ որ ուտեստների մեջ, որովհետև շատ համեղ է, իսկապես ինձ էլ շատ դուր է գալիս։ Չափաբաժինը, շեֆ Դավիթ, կարող եք ասել, թե աչքաչափով եք օգտագործում։ Կարող եմ ասել։ Ահա։ Օգտագործում ենք այսօր 50 գրամ ռուկոլա, 30 գրամ կուճուճ մարոլ, 60 գրամ լոլիկի ճիր, 60 գրամ չերի լոլիկ, 110 գրամ տավարի մեջքի ֆիլե եւ վերջ։ Եվ վերջ։ Իսկ այս չափաբաժինը մեկ անձի համար նախատեսված է։ Այո, մեկ անձի համար։ Ահա, հասկանալի նաև սա։ Սիրելիներս, ռեստորանային խոհանոցներում այսպես է, ամեն ինչ գրամներով, ամեն ինչ ճիշտ գրամներով եւ չափաբաժնով, այնպես որ այսպես է։ Տան պայմաններում բնականաբար մի փոքր այլ է, մենք պատրաստում ենք բոլորի համար, բայց այստեղ ամեն ինչը իր ճշգրիտ չափերով։ Հիմա շեֆ Դավիթը փորձում է շրջել մեր տապակվող միսը, կարտոֆիլները բնականաբար։ Իսկ որքան ժամանակ կպահանջվի միսը տապակելու համար։ Խոզի տամագարտը 45 րոպե պետք է մեզ։ Թույլ կրակով հանգիստ տապակենք։ Այսինքն շտապել պետք չի, կրակը բարձրացնել, հետո իջեցնել։ Ոչ, մի աստիճանում պահում ենք եւ հանգիստ տապակում ենք եւ շուշուտ պետք չէ շուշ տալ։ Այո, հանգիստ պետք է պահել, հետո նոր տեղափոխել մյուս երեսը տապակվելու։ Իսկ աղցանի համար նախատեսված միսը որքան պետք է։ Աղցանի համար մենք մի քիչ իշնացած պահում ենք մեր լեզվով ասած մեդիում վել։ Ահա։ Որ սոճնությունը ճիշտ առամատային մսի ռոզվիությունը պահենք աղցանի մեջ։ Այսինքն միջին եփվածության։ Այո, միջին եփվածություն։ Ահա։ Հոյակապ։ Մեր ժողովրդու ասած միջև վերջ չենք եփում, որ չոր չլինի միսը, ավելի նուրբ լինի աղցանի մեջ, ավելի համային գաղտնիքները ճիշտ արտահայտվի։ Շատ բարի, հասկանալի է։ Եվ ընդհանրապես խորհուրդ կտաք յուրաքանչյուր աղցանի մեջ այդ եփվածության պատրաստի միսը, թե տարբեր են աղցանները։ Եթե խոսքը տավարի մսի հետ է, այո, խորհուրդ կտամ թույլ եփված, շատ համեղ է։ Աղցանի միսը համարյա թե արդեն
պատրաստ է որոշ չափը։ Կարող ենք արդեն քիչ կտրատել։ Այսինքն եփվելուց հետո նա էլի կտրատման է ենթարկվում միսը։ Այո, միանշանակ աղցանի մեջ։ Ժորդ այնքան նույն է ստացվել, այո, եւ շատ հյութեր է ստացվել, վստահ եմ, որ շատ համեղ է նաեւ լինելու։ Եվ բուրում է անմահական։ Այսպես։ Հասկանալ ոնց հարցը վերցնել։ Մենք մի քանի կտորիկներ ունենք, դրանք երևի թե շեֆ Դավիթը կտրատի եւ կավելացնի աղցանի մեջ։ Օ, ես ձեզ օգնեմ։ Մերսի։ Միայն չխանդարեմ, այլ օգնեմ։ Ոչ։ Շեֆ Դավիթ, ես քաղցած եմ արդեն։ Շտապենք։ Մենք համեմում ենք մեր լոլիկի ունեցած ձեթը, այո։ Ընկիր։ Այս հրամաշն է ասում, որ անպայման ձեր բերեք լոլիկի շուրը, հենց այս տարբերակը եւ իհարկե ամբողջությամբ եւ լոլիկները եւ յուղը հաստատ օգտագործեք։ Փորձում ենք շատ թույլ, հանգիստ խառնել համային գաղտնիքները բացել։ Որ մատուցումը արդեն ճիշտ լինի, ճիշտ դասավորությամբ հյուրը օգտվելուց օգտվի բոլոր պրոդուկտներից։ Այո, բոլոր բաղադրիչներից։ Այսինքն այստեղ ավելորդ համեմունք չենք ավելացնելու։ Ոչ։ Մի բան։ Ես տեսնում եմ այստեղ ունեք կարմիր պղպեղ քունջուտ։ Քունջուտը հավանաբար վերջում ձևավորման համար։ Այո, քունջուտը մեր աղցանի համար է, կարմիր պղպեղը խոզի տամագավթի կողքը նաև նույն ձևավորման համար ենք պահելու։ Ձեր ամանիկը ինչքան գեղեցիկ է, Ժորժ ջան։ Այսպիսի սպասքից, այսպիսի համեղ աղցան ուտելը դա գերագույն հաճույք է։ Այսպիսի պարզ հասանելի բաղադրիչներից, բայց այսպիսի գեղեցիկ եւ վստահ եմ անմահական աղցան ստացանք, սիրելիներս։ Վերջում կվայելենք, կկիսվենք մեր կարծիքով եւ իհարկե այդ համային հրաշագույն Ոչ, մեր աղցանը պատրաստ է։ Աղցանի գաղտնիքով կկիսվենք ձեզ հետ անպայման։ Ահա տեսեք որքան գեղեցիկ է սիրելիներս։ Խոսքեր չկան։ Փորձենք խոզի տամագավթը։ Ահա։ Հատուցենք։ Մի անգամից մեր ափսեի մեջ տեղավորենք մեր պրոդուկտները։ Կարտոֆիլը մեր պատրաստ է արդեն։ Մեզ պետք է աջիկա, նաև նույնպես իջևանի է։ Ես չեմ հասկացում։ Մեզ նախապես կտրտել ենք մի թեթև սոխ և կանանչի մատուցման համար։ Ընտիր։ Այսօր մնում եք այստեղ, շեֆ Դավիթ։ Այո, դուք ուզում եք գնեք։ Նայած թե ոնց կկերակրեք։ Մենք նոր ենք սկսում։ Նաև իջևանի նույնպես մարինացնել ծիծակն ենք օգտագործելու։ Ահա, ինչ ենք անելու այս հրաշք մթերքներով։ Մենք արդեն պատրաստում ենք իր կողքը որպես գարնիեր սոուսներ։ Աջիկան ենք լցնում։ Շատ համեղ է դեպ։ Այո, հաստատ մեր հեռուստադիտող շեֆ Դավիթ գիտի արդեն, որովհետև ամեն առավոտ փորձում եմ հենց այս մթերքներով, այս պահածոներով որևէ բան առաջարկել նրանց, եւ նրանք գիտեն, թե որքան ես, այսպես ասած, շատ օգտվում եմ եւ գովերքում եմ։ Այո, նաև ծիծակն էլ է։ Էլի նույնպես գարնիեր ենք օգտագործելու այսօր։ Ահա։ Վերնում ենք մեր կարևոր ուտեստը այսօր։ Ճոխություն։ Ավելացնում ենք այդ կողքը, նաև այս մյուս կողքն սա։ Ավելացնում ենք մեր սպասված կարմիրվարը մի փոքր համեմունքներ այս կողմ։ Չերի լոլիկը մեր ունեցած օգտագործում ենք նաև նույնպես գարնիեր այս կողմում։ Մի փոքր քունջուտ։ Այո։ Եվ այստեղ ունենք մենք այսպիսի
հետարքիր ռոզմարիններ, վերջում նորից կրկին մի փոքր խոշոր աղ եւ մատուցում ենք։ Եվ մատուցում։ Սիրելիներս, ահա այսպիսի հրաշք ստացանք, դուք էլ փորձեք պատրաստել այսպիսի համեղ ուտեստներ եւ վայելել։ Շեֆ Դավիթ ջան, շատ շնորհակալ եմ հյուրընկալության համար, այս հրաշքների համար անչափ մեծ շնորհակալություն եւ իմ կողմից եւ թիմի կողմից։ Մենք էլ ենք շնորհակալ ձեզ հյուրընկալելու համար, որ չմերժեցիք։ Իհարկե, ոնց կարող ենք մերժել։ Սիրելիներս, դուք էլ փորձեք այսպիսի համեղ ուտեստներ պատրաստել եւ վայելել եւ մշտապես մնալ առաջին ծրագրի հետ։ Սիրելիներս, ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։